Համբավը տարան Մսրամելիքին, հապա չես ասիլ, Դավիթը կրկին հորվանքը շինել իշխան է դարել, դու օխտը տարվան խարջը չես առել։ Մելիք զայրացավ, գնացեք ասավ, բադին կոզբատին, սյուդին չարխադին, սասմա քարուհող տագնուվեր արեք, իմ օխտը տարվա խարաջը բերեք, 40 կույս աղջիկ բերեք արմաղան, 40 կարճ կնիկ, որ երկանք աղան, 40-ն էլ երկար, որ ուղտեր բարնան, իմ տանն ու դռան ғարավաշ դառնան, ғարավաշ ծառը աղախին է նշանակում, ու կոզբատին առավ զորքեր, գլխիս վրա ասավ իմ տեր, գնամ հիմի քանդեմ սասուն, կանայք բերեմ 40 բեռնով դեղին ոսկի, տեղը ջնջեմ հայոց ազգի։ Այսպես երկով, զորով զորքով, գոր Կոզբատին մտավ սասուն, օհանը լսեց, կապվեց լեզուն։ Ձենով օհանի մասին է խոսքը, Սասուսի Դավթի հորեղբայրը։ Աղ ու հացով, լաց ու թացով առաջն ելավ, խնդիր կարավ։ Ինչ որ կուզես, տար, աման, վարդ աղջիկներ, կանայք սասման, դառը դատած դեղին ոսկին, միայն թե գթա մեր խեղճ ազգին, մի կոտորիր, մի տար մահու, վերը Աստված ներքևը դու։ Պատկերացնում եք, ինչ որ օտար հարկահանը Աստծու կարգավիճակում է դառնում։ Ասավ բերավ շարան, վարդ աղջիկներ, կանայք սասման, ու Կոզբատին կանգնեց, ջոկեց, մարախն արավ դուռը փակեց, 40 կույս աղջիկ սիրուն արմաղան, 40 կարճ կնիկ, որ երկանք աղան, 40-ն էլ երկար, որ ուղտեր բառնան, Մսրամելիքին ғարավաշ դառնան, դեզ գիտեց դեղին ոսկին, սուկ սև կալավ հայոց ազգին։ Հեյ, ուր ես Դավիթ հայոց պահապան, քարը պատրվի, դուրս արի մեյդան, քանդած հորվանքը, որ շինեց նորից, ցած իջավ Դավիթ Մարութասարից, թե կտրիչ ես դու, աղեղդ առ գնա, քո հոր աշխարհքին տիրություն արա, քո հոր գանձը կեր, թողել ես անտեր, Մսրա թագավոր մեր ինչն է տանում, Դավիթն է հարցնում, Մսրա թագավոր քո աչքն է հանում, դանդալոշ Դավիթ, ղրկել է հրեն, եկել են Սասմա քաղաքի վրեն, բադին, Կոզբատին, սյուդին, չարխադին, թալան են տալիս բովանդակ սասուն, 40 բեռ ոսկի խարաջ են ուզում, 40 կույս աղջիկ, սիրուն արմաղան, 40 կարճ կնիկ, որ երկանք աղան, 40-ն էլ երկար, որ ուղտեր բառնան, Մսրամելիքին ғարավաշ դառնան։ Ինչ ես այ պարավ էլինց անիծում, ցույց տուր մի տեսնեմ որտեղ են ուզում, մահը տանի քեզ, դու պետք է են հոր զավակը լինես, եկել ես այստեղ շախկամ ես լափում, ոսկին, Կոզբաթին ձեր տանն է չափում, աղջիկներ փլեք, մարակն են լցված, շախկամը թողեց Դավիթն ու գնաց, տեսավ Կոզբաթին իրենց տան միջին, թափում է ոսկին, թեղած առաջին, սյուդին, չարխաթին պարկերն են բռնել, ձենով օհանել, շլինքը ծռել, կանգնել է հեռու ձեռները ծոցին, տեսավ աչքերը արնով լցվեցին, վեր կաց Կոզբատին հեռու կանգնիր դու, իմ հոր ոսկին է, ես եմ չափելու։ Կոզբատին ասավ, էй ձենով օհան, կտաս, տուր խարջը ես օխտը տարվան, թե չգգնամ միրուքս վկա, Մսրամելիքին կպատմեմ գգա, ձեր Սասմա երգիր քարուքանդ կանի, տեղը կվարի բոստան կցանի։ Գորեք անզգամ դուք Մսրա շներ, բա չեք իմացել դուք Սասնա ծռեր, մեռած եք կարծում դուք մեզ, թե շվակ, կուզեք մեր երգիր դնեք խարջի տակ, բարկացավ Դավիթ չափը շպրտեց, տվավ Կոզբաթնի գլուխը ջարդեց, չափի փշրանքը պատն անցավ գնաց, մինչև օրս էլ դեռ գնում է թռած։ Ու ելան թափած ոսկին թողեցին, հայոց աշխարից փախան գնացին, բադին, Կոզբաթին, սյուդին, չարխաթին։ Սիրելի բարեկամներ, ինչպես հասկանում եք, Կոզբատինը օտարերկրյա տիրապետության հարկահանի հավաքական կերպարն է։ Ձենով օհանը հարմարվող, օպորտունիստ իշխանավորի կերպարն է, ով որ մտածում է թող տանեն, ինչ հնարավոր է մենակ մենք խելոք ապրենք։ Իսկ Սասունցի Դավիթը հայոց ինքնիշխանության ու պետականության հավաքական կերպարն է։